Գոյամարտ սերիալում զարգացումները գնալով ավելի վտանգավոր ու անկանխատեսելի են դառնում։ Դիանա Գրիգորյանը հերթական անգամ սյուժեն տանում է այնպիսի ուղղությամբ, որտեղ նույնիսկ ամենափոքր դետալը կարող է մեծ ողբերգության նախանշան լինել։ Հիմա արդեն սերիալում գրեթե բոլոր կերպարները կանգնած են ճակատագրական փոփոխությունների առաջ, իսկ ամենահետաքրքիր զարգացումներից մեկն ակնհայտորեն կապված է Ավոյի կերպարի հետ։ Վերջին նկարահանման հրապարակից տարածված կադրերն իսկական քննարկումների ալիք բարձրացրին համացանցում։ Կադրերում երևում է, որ Ավոն ամբողջությամբ մրոտված է, դեմքն ու հագուստը սևացած, իսկ նկարահանումներն իրականացվում են հենց Դավիթ պապի տանը։ Սա անմիջապես բազմաթիվ հարցեր է առաջացնում հեռուստադիտողների մոտ. ինչ է տեղի ունեցել, ինչու է Ավոն այդ վիճակում, և ամենակարևորը, արդյոք Դավիթ պապի տունը վտանգի մեջ է հայտնվել։ Շատերի կարծիքով սա կարող է լինել սերիալի հերթական մեծ պայթունավտանգ շրջադարձը, և ամենատարածված վարկածն այն է, որ Հունանը կարող է անցնել արդեն բոլոր սահմանները և փորձել հարված հասցնել հենց Դավիթ պապի ընտանիքին։ Եթե այդ վարկածը ճիշտ լինի, ապա խոսքը շատ լուրջ քայլի մասին է։ Հունանը վերջին սերիաներում գնալով ավելի անկառավարելի ու ագրեսիվ է դառնում։ Նա կորցնում է ընտանիքը, երեխաների նկատմամբ վերահսկողությունը, Ինան սպառնում է հեռանալ, նույնիսկ հեռանում է Լեան ևս մայրիկի հետ հեռանում է, իսկ Լեոն շարունակում է բացահայտ հակադրվել։ Այս ամենը Հունանի ներսում վերածվում է կատաղության, և շատ հնարավոր է, որ նա որոշի հարվածել ամենացավոտ տեղին։ Եթե իսկապես փորձ է արվել Դավիթ պապի տունն այրել, ապա դա արդեն պատերազմ է առանց որևէ սահմանների։ Բայց այստեղ ամենահետաքրքիրը Ավոյի դերն է, որովհետև երկար ժամանակ Ավոն ներկայացվում էր որպես երկիմաստ կերպար։ Մի մարդ, ում հնարավոր չէր ամբողջությամբ վստահել, նա վրեժ էր լուծում, խաղեր էր խաղում, օգտագործում մարդկանց իր նպատակների համար, բայց վերջին զարգացումները կարծես կամաց-կամաց բացում են նրա մյուս կողմը։ Եթե իսկապես հրդեհ է եղել և Ավոն փորձել է փրկել ընտանիքին, ապա սա կարող է դառնալ նրա կերպարի ամենամեծ շրջադարձը։ Հնարավոր է հենց այդ պահին նա վերջապես ընտրի կողմ ոչ թե վրեժի, ոչ թե խաղերի, այլ ընտանիքի։ Շատ խորհրդանշական կլինի, եթե հենց Ավոն, ով տարիներ շարունակ հեռու էր այդ ընտանիքից, հիմա դառնա այն մարդն, ով փրկում է նրանց կյանքը։ Դա կարող է ամբողջությամբ փոխել նաև Դավիթ պապի վերաբերմունքը նրա նկատմամբ։ Մինչև հիմա դժվարությամբ էր Դավիթ պապն ընդունում Ավոյին, նույնիսկ չի էլ ընդունում։ Նրա համար Ավոն մշտապես կապված է ցավոտ հիշողությունների հետ։ Բայց եթե Ավոն իսկապես վտանգի մեջ մտնելով փրկի ընտանիքը, ապա դա կարող է դառնալ առաջին քայլը իրական հաշտության ճանապարհին։ Միևնույն ժամանակ սա կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ նաև Լեոյի վրա։ Լեոն միշտ կասկածանքով էր նայում Ավոյին, բայց նման քայլից հետո գուցե սկսի հասկանալ, որ Ավոյի ներսում իրականում ավելի բարդ մարդ կա, քան թվում էր սկզբում։ Բայց այստեղ կա նաև շատ մութ տարբերակ։ Հնարավոր է, որ Ավոն ինքն է հայտնվել այդ իրավիճակի կենտրոնում ոչ թե որպես փրկիչ, այլ որպես թիրախ։ Չի բացառվում, որ Հունանի ու Ավոյի միջև պատերազմը հասել է այն աստիճանի, որ նրանք արդեն պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել միմյանց։ Հունանը հիմա շատ վտանգավոր հոգեվիճակում է, նա կորցնում է ամեն ինչ, իսկ նման մարդիկ հաճախ դառնում են անկանխատեսելի։ Եթե նա իսկապես կանգնած է այդ հրդեհի հետևում, ապա սա ցույց կտա, որ նա վերջնականապես անցել է բոլոր սահմանները։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ գոյամարտում ոչինչ երբեք միանշանակ չի լինում։ Հնարավոր է հրդեհը պատահական չէ, բայց նաև ոչ ամբողջությամբ Հունանի կազմակերպած։ Հնարավոր է Ավոն հատուկ այնտեղ է եղել, կամ գուցե նա փորձել է ինչ-որ մեկին փրկել ու հենց դրա պատճառով է այդ վիճակում հայտնվել։ Համացանցում արդեն շատերը քննարկում են, որ այս դեպքից հետո կարող են փոխվել գրեթե բոլոր հարաբերությունները։ Եթե ընտանիքը հասկանա, որ Ավոն իրենց համար վտանգի մեջ է մտել, նրանք գուցե առաջին անգամ նրան ընդունեն որպես իրենցից մեկը։ Իսկ եթե պարզվի, որ Հունան իսկապես կապ ունի այդ ամենի հետ, ապա նրա երեխաների միջև եղած վերջին կամուրջներն էլ կարող են այրվել։ Այս ամենի ֆոնին սերիալը մտնում է շատ
մութ ու ծանր փուլ։ Այստեղ արդեն ոչ ոք իրեն ապահով չի զգում, տները վերածվում են վտանգավոր վայրերի, ընտանիքները մարտադաշտերի, իսկ անցյալի գաղտնիքները շարունակում են այրել բոլորի կյանքերը։ Առաջիկա սերիաները խոստանում են շատ լարված զարգացումներ, ինչ է իրականում տեղի ունեցել Դավիթ պապի տանը, արդյոք Հունանը կապ ունի այդ ամենի հետ, ովքեր են վտանգի մեջ հայտնվել, եւ արդյոք Ավոն իսկապես կդառնա այն մարդն, ով վերջապես կփորձի փրկել ընտանիքը, ոչ թե օգտագործել այն։ Մի բան արդեն ակնհայտ է, գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ կրակը կարող է ոչ միայն տներ այրել, այլ նաև ամբողջությամբ փոխել մարդկանց ճակատագրերը։